Ինչ է Տերը կամենում կարիքավորների հետ կապված եւ ինչպիսի շփում պետք է մենք ունենանք նրանց հետ։ Շարունակեք դիտել, որպեսզի սովորեք ավելին։ Ողջույն եւ բարի գալուստ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս շաբաթվա սերտողությունը մի փոքր տարբեր է լինելու մեր սովորական ֆորմատից եւ անցնելու ենք հին կտակարանը ուսումնասիրենք ընդամենը 2 համար։ Վերնագիրը այս շաբաթվա սերտողության իր հարևանին անարգողը մեղք է գործում։ Ուսումնասիրելու ենք Առակների գիրքը 14-րդ գլուխ 20-ից 21 համարները։ Եկեք հիմա մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Հայր Աստված, մենք գալիս ենք Հիսուսի սուրբ եւ մեծ անունով, փառք ու շնորհակալություն ենք հայտնում, շնորհակալ ենք քո բոլոր տված օրհնությունների եւ քո բոլոր տված բարիքների համար։ Աղոթում ենք այսօր մեզ զորացնես եւ օգնես եւ հնարավորություն տաս Տեր, որ քո խոսքերը ոչ միայն սովորենք, այլ կիրառող լինենք, լսող լինենք եւ կատարող լինենք։ Աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց եւս առատորեն օրհնես, զորացնես եւ այսօրվա մեր ուսուցողը թող լինի Սուրբ Հոգին, որպեսզի բոլորի սովորեցնի եւ բոլորը սովորենք ու ընդունենք քո խոսքերը։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի սուրբ անունով։ Ամեն։ Հարգելիներս, Աստված մի մեծ պատգամ ունի մեր համար, ինչ վերաբերվում է կարիքավորների հետ եւ ինչ վերաբերվում է մեր շփումը նրանց հետ։ Եկեք կարդանք ու բացատրենք կետ առ կետ, թե Տերը ինչ է մեզ ուզում այսօր սովորեցնել։ Եկեք կարդանք։ Գրած է. «Աղքատն իր հարևանին էլ ատելի է, բայց հարուստին սիրողները շատ են։ Իր հարևանին անարգողը մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատներին, երանելի է»։ Եկեք սկսենք առաջի հերթին աղքատ եւ հարուստի սահմանումները հաստատենք։ Ով է աղքատը։ Աղքատը այն անձնավորությունն է, ով հնարավորություններ չունի լայնածավալ եւ ընդլայն, ինչպես հարուստը։ Հարուստը ավելի մեծ կարողությունների տեր անձնավորություն է, նամանավանդ նյութական առումով, իսկ աղքատը ոչ։ Եվ ասեմ ավելին, այս աշխարհում կան տարբեր դասակարգի, տարբեր ֆինանսական վիճակում գտնվող մարդիկ։ Կան մարդիկ, ովքեր որ որոշում են կայացնում, որ օրինակի համար քայլեր պետք է կատարեն եւ այդ քայլերի շնորհիվ կամ պատճառով տեսնում ենք մենք այս կամ այն արդյունքը կամ բացասական իրավիճակներ։ Այսինքն, օրինակի համար մարդ կա որոշում է կայացնում ֆինանսների վերաբերյալ եւ ձախողում է եւ այդ ձախողությունից նա անցնում է աղքատության։ Մարդ կա, որ հաշվանդամ է, մարդ կա, որ հիվանդ է, մարդ կա, որ խնդիրներ ունի եւ չունի այն շնորհքը կամ գիտելիքը կամ արեստը կամ եւ այլն, եւ այդ մարդը գտնվում է ավելի թերի վիճակում համեմատած մի ուրիշ անձնավորության, ով ասենք ունի ավելի կատարյալ կամ կատարյալ չասեմ, ավելի ընդունակ իրավիճակ է մոտը, տաղանդներ ունի, կարողություններ ունի, որը տարբերվում է աղքատ անձնավորությունից։ Հետևաբար տեսնում ենք մեկը ճակերտյալ հաջողություն է ունենում կամ տեսնում, իսկ մյուսը ոչ։ Բայց Աստծո արքայության համար տարբերություն կա աղքատ թե հարուստ։ Եվ իհարկե այդ հարցի պատասխանը ոչ։ Աստծո արքայության մեջ հարուստ եւ աղքատ չկա։ Կա միայն մեղավոր եւ արդարացած, փրկված, ապաշխարած անձնավորություն։ Այսինքն նա ով ընդունում է Հիսուս Քրիստոսին եւ նա ով չի ընդունում Հիսուս Քրիստոսին, բայց Աստված հատուկ տեղ ունի իր սրտում, այսպես ասած, այն մարդկանց համար, ովքեր որ համարվում են ավելի նվազված վիճակում, թերի վիճակում, կարիքավոր մարդիկ, այսպես ասենք։ Եվ ինչ է ցույց տալի մեզ Աստծո խոսքը։ Ասում է, որ մարդը աշխատում է իր շահերի
հիման վրա։ Մարդ, մեղավոր մարդը ապրում է բավարարելու իր բոլոր շահույթները, շահերը եւ բոլոր տեսակի օգուտներ, որպեսի այդ անձնավորությունը առաջադիմի եւ վաստակի ավելին։ Դա կլինի հարաբերության մեջ կամ հարաբերության միջոցով առաջադիմել, կլինի դրություն գործի տեղը, գործի վայրում ասենք, երբ որ շփվում են իրենց վերադասի հետ, ավելի սերտ հարաբերություններ են հաստատում, որ օգուտ քաղեն, կամ մարդիկ, ովքեր որ տեսնում են մի հաջողակ անձնավորություն եւ կարճում են այդ մարդուց, որպիսի առաջադիմեն եւ օգուտ քաղեն այդ մարդուց։ Ուրեմն սա է բացատրում Աստծո խոսքը, ասելով, որ այս աշխարհում կան մարդիկ եւ ասենք թե գրեթե համարյա թե բոլորը որ վերցնենք, այսինքն մեղավոր մարդիկ, անհավատ մարդիկ, անապաշխարած մարդիկ, որ իրանց միակ դրդապատճառը առաջադիմելն է օգտագործելով ցանկացած մարդու, որպիսի հասնի իր գերագույն նպատակին։ Ուրեմն ունենք այստեղ աղքատ եւ ունենք հարուստ եւ ունենք տարբեր մտածելակերպի, տարբեր դրդապատճառներով առաջնորդված մարդիկ։ Տերը ինչ է մեզ սովորեցնում։ Ասում է աղքատին ատում են, հարուստին սիրողները շատ են։ Եթե ամփոփենք, ուղղակի այդպես է ստացվում։ Դա նորից ասեմ եւ անդրադառնամ, գալիս է մարդու հոգեվոր կեցվածքից։ Եթե դու ապաշխարած, վերստին ծնունդ ունեցած, նոր մարդ դարձած Հիսուս Քրիստոսով անձնավորություն ես, անպայման քո շահերը պետքա լինեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի շահերը։ Այսինքն ո՞րն է դա։ Տիրոջ համար, մեր Աստծու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր էակ, այսինքն յուրաքանչյուր մարդ ապաշխարի, փրկվի եւ անցնի դրախտ։ Տիրոջ կամքը չի, որ մարդ գնա դժոխք, բայց քանի որ մարդ ընկավ, այնինչ որ կատարվեց Էդեմի պարտեզում, ստիպված էր Աստված, որ իր պատիժը հաստատեր եւ հետևանքը արդեն գիտենք ինչպես որ կա հիմա, սերունդ է սերունդ։ Բայց Տերը սովորեցնում է, որ մարդկանց հետ զգուշ եղեք, քանի որ մարդու դրդապատճառը բարի չի։ Մինչև որ Աստծու կողմը չանցնի, մինչև որ իր մեջ իսկապես չլինի վերափոխում եւ գնալով չնմանվի նա Հիսուս Քրիստոսին, զգուշ եղեք մարդկանցից։ Սա է Աստծու խոսքը։ Եվ ասեմ, յուրաքանչյուրս էլ մեր սրբության ընթացքի վրա ենք եւ հնարավոր է որ սայթաքենք, բայց Աստծու զավակը գիտակցում եւ ճանաչում է իր մեղքը, որտեղ Սուրբ Հոգին է նրան հանդիմանում։ Հետևաբար այդ անձնավորությունը իր սխալը հասկանալով անպայման Տիրոջից ներողություն է խնդրում եւ իհարկե այն մարդուն կամ մարդկանց, ում որ վիրավորել է, պարզապես նրանցից էլ հարկավոր է ներողություն խնդրել, նամանավանդ հոգևոր եւ քրիստոնյա մարմնին։ Մտերը սովորեցնում է աղքատին, ումից որ շահ չունեն, ատում են եւ ընդհանրապես անտեսում են, հետաքրքիր չի, ատում են։ Կա նաեւ մի այլ գաղափար այստեղ ուսմունք, քանի որ երբ որ կարիքավորին տեսնում են, անշուշտ խիղճը պետք է աշխատի, խիղճը պետք է նրան հանգիստ չթողնի։ Հետևաբար, քանի որ նրա դրդումը եւ դրդապատճառը, ասենք, այն չի, որ իր դրամը տրամադրի այս կամ այն մարդկանց օգնելու նպատակով, աղքատը ատելի է իրենց համար, որտեղ իրենց խիղճի վրա է ծանր նստում։ Քանի որ Աստված տվել է մեզ խիղճ եւ այդ խիղճը աշխատում է առ այսօր, ուրեմն այդ խիղճը նրանց հանգիստ չի թողում։ Կան մարդիկ, ովքեր այնքան են նվազեցրել, սխմել եւ ճզմել ուղղակի ասեմ իրենց խիղճը, որ նրանք անտարբեր են դարձել ընդհանրապես մարդկային եւ մարդկության ցավերին։ Հիմա տեսնենք ինչ է ասում մյուս համարի մեջ։ 21 համարի մեջ գրած է իր հարևանին անարգողը մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատներին, երանելի է։ Ով է այս հարևանը։ Պարզ ասած, որ տեսեք, հարևան նկատի ունենք մենք յուրաքանչյուր մարդ, ում հետ որ մենք ապրում ենք եւ առօրյա շփվում ենք։
բոլորն էլ մեր հարևանն են։ Տերը մեզ սովորեցնում է, որ մենք մեր մերձավորին սիրենք։ Ուրեմն, եթե մենք անդրադառնանք այս խոսքերին, որ յուրաքանչյուր անձնավորություն, եթե անարգում է իր հարևանին, մեղք է գործում։ Մեր նպատակը որպես քրիստոնյաներ, որպես հավատացյալներ, հետևորդներ Հիսուս Քրիստոսի, այն է, որ մենք լինենք մեր Տիրոջ նման։ Հիսուս կարեկից է, ողորմած է եւ Տերը անտարբեր չի անցնում մարդու ցավին եւ մարդուն, ով ցավի մեջ է։ Պարզ ասած, երբ որ մենք որպես հավատացյալներ անտեսում ենք այն մարդուն, ով ցավի մեջ է, ով կարիքի մեջ է, եւ նրան չենք մեկնում եւ չենք օգնում, հարց է առաջանում, թե որտեղ ենք մենք գտնվում հոգևորապես։ Եթե մենք իսկապես Տիրոջն ենք եւ եթե իսկապես մենք հետևում ենք Հիսուսին եւ Սուրբ Հոգին մեր մեջ գործում է, ուրեմն մենք պետք է շատ ուշադիր լսենք Սուրբ Հոգու ձայնը, որպեսզի կատարենք նրա կամքը։ Եվ ո՞րն է նրա կամքը։ Առաջինը, որ մենք մեր հարևանին չանարգենք, քանի որ դա մեղք է, եւ ասում է, շարունակում է այս համարը, բայց ով ողորմում է աղքատներին, երանելի է։ Ուրեմն նա, ով Աստծուն նմանվում է եւ անշահախնդիր սեր է մոտը առաջանում, այսինքն երբ որ վերափոխվում ենք Քրիստոսին ենք նմանվում, պետք է ձգտենք այդ գերագույն, այդ կատարյալ սիրո, ինչպես որ երկնավոր Հայրը ունի մեր նկատմամբ, ուղարկեց իր միածին որդուն Հիսուս Քրիստոսին, որպեսզի չարչարվի եւ խաչվի մեր համար։ Փաստորեն Տերը այնքան սիրեց այս աշխարհը, ինչպես որ գրված է Հովանու ավետարանի մեջ, որ ուղարկեց իր միածին որդուն։ Ուրեմն ով որ հավատա, կփրկվի, ով որ ապաշխարի, կփրկվի, ով որ սրտում հավատա եւ հավատալով արդարանում են, արդարացած են եւ բերանով դավանում են փրկվելու համար, Տերը մեզ է սովորեցնում նամակ Հռոմեացիներին 10-րդ գլուխ 9-ից 11 համարների մեջ, ասում է ով որ հավատա կփրկվի։ Իսկ հավատքը միայն խոսքերով չի, իսկապես պետք է ապաշխարել, իսկապես պետք է Տիրոջը ընդունել։ Եթե Տիրոջը ընդունես, դավանես Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, խնդրես, որ նա ների քո բոլոր մեղքերը, մաքրի քեզ սպիտակ ձյան նման եւ գրի քո անունը կյանքի գրքի մեջ, դու այնուհետև փրկված ես։ Բայց հարգելիներս, ինչպես որ մեզ այս օրինակի մեջ է տրված, այս երկու համարների մեջ, առակների գիրքը շատ կարևոր է։ Կարևոր է, որովհետև այդ գրքում մեզ սովորեցնում է երկնային եւ Տիրոջ երկնքի արքայության իմաստությունը, որը հարկավոր է մենք կիրառենք այս աշխարհում, նամանավանդ երբ մենք շփվում ենք անհաշտ, մեղավոր, անգած աշխարհի հետ եւ չպետք է միամիտ լինենք։ Ուրեմն Տերը առաջերտին զգուշացնում է, որ մարդ շահախնդիր է, մարդ ունի դրդապատճառ շփվելու նպատակով, շփվում է հատուկ շահով նա, կամ շահ ունի դրա համար շփվում է, եւ մեզ Տերը ինչ որտեղ կարող ենք մենք նաեւ քաղել այն գաղափարը, որ պետք է զգուշ լինել։ Եթե մենք գիտենք, որ շատերը ատում են աղքատներին, շատերը սիրում են հարուստներին, ուրեմն մենք պետք է զգուշ լինենք։ Միգուցե մենք ենք հարուստ, կամ միգուցե մենք ենք աղքատ։ Ուրեմն պետք է մենք հասկանանք, թե ում հետ ենք մենք շփվում եւ ինչպիսի իրավիճակում ենք մենք գտնվում մարդկանց հարաբերությունների մեջ։ Բայց ես ասեմ ու կավարտեմ խոսքս, որ մեր համար, հավատացյալի համար, Տիրոջ զավակի համար հարկավոր է, որ իր դրդապատճառը լինի երկնքի արքայության ծրագիրը։ Տիրոջ ցանկությունը պետքա լինի մեր ցանկությունը եւ Տիրոջ ցանկությամբ լցված, առաջնորդված մենք այդ ժամանակ նոր միմիայն կկարողանանք Տիրոջ կամքը կատարենք, լինելով ուշադիր, աչալուրջ, չգտնվենք միամիտ իրավիճակում եւ հարաբերությունների մեջ չսխալվենք եւ չվրիպենք։ Ու պարզ ասած, երբ որ տեսնում ենք կարիքավոր մարդկանց, անտարբեր
չլինենք նրանց ցավի եւ տառապանքի վերաբերյալ։ Այս շաբաթ այսքանը, Տերը ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։